Բարեկամներ, գտնվում ենք Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Հիմա մոտենանք էքսկուրսավարին և լսենք նրան։ Լայնացրեց, վերականգնեց և ամբողջ վանական համալիրը կառուցել տվեց։ Վրա մեր հայ սուրբերի խճանկարներն են, Վարդան զորավարն է, հիշեցնեմ, որ հետքերը հայկական շատ խորն են այստեղ Իտալիան, այլ Վարդան զորավարի ծոռը Ալեսիո Մուշեղը Սիցիլիայի կառավարիչներից է եղել, ունեցել ենք նաև Ռավեննա քաղաքում զորքեր, հայկական զորքեր, այստեղ մեր սեր շնորհալի առաստաղի կապույտ գույնը մասին խոսեցինք, կտեսնեք աստղիկները տան վրա, իբրև աստվածամոր թիկնոցն է, իբրև եկեղեցին գտնվում է աստվածամոր Հովանու ներքո պաշտպանության տակ։ Սուրբ Ռիփսիմեն է ժողովուրդ մեր վերևում, գիտեք, որ Սուրբ Ռիփսիմեն Հռոմից է, Հռոմից փախավ Ռիփսիմած կույսերը։ Եթե որևէ իտալացու հասնեք Ռիփսիմեն, սակայն չի ճանաչ, ինչպես որ մենք չգիտենք, թե ինչ հայ սրբեր կան այստեղ Իտալիայում։ Սուրբ Սամբուհն է այստեղ դիմացը, նարեկացին էլ առաստաղի ծայրամասին վրա կարող ենք տեսնել։ Մխիթար Սեբաստացու գերեզմանը ավագ խորանի վրա ենք մոխրագույն քարը, որ կտեսնեք ավագ խորանի Մխիթարի գերեզմանն է, 1749-ին վախճանվեց Մխիթարը 74 տարեկան հասակում։ Ապահե նկարներ կան վերջում աչին մեստոպ մաշտոցն է, ձախին Սահակ Հայրապետ, կենտրոնում Սուրբ Ղազարն է։ Սա նույն Ղազարն է, Ղազարոցը, որին Հիսուսը հարություն տվեց մեռելներից, ավետարանի մեջ։ Մխիթարից առաջել էր Սուրբ Ղազարը Սուրբ Ղազար կոչվում, Մխիթարը ձեռք չտվեց կղզու անվանը, այդ նպատակներով չէր եկել, իր նպատակներն ուրիշ են, ազգի լուսավորություններ։ Այսօր փոքրիկ բան է միայն փոխված, պաշտոնապես այլևս կղզին կոչվում է Հայրի Սուրբ Ղազար, Սան Լազարո դելի Արմենի։ Այս կարմիր վարագույրը, որ կտեսնեք, սրա մասին խոսեցինք վերևում, նվիրել է Իտալիայի Ումբերտո II թագավորը իրեն տատիկի Մարգարիտ թագուհու հիշատակին։ Երկու խորաններ կան, Սուրբ Գրիգոր Լուսավորչին խորանն է և Սուրբ Խաչի խորանն էլ այդտեղ զախտի վրա է։ Պսակադրություններ, մկրտություններ շատ հաճախ են լինում, պսակների ժամանակ եկեղեցին շատ է գեղեցկանում, կարմիր գորգ են փռում մինչև դուռը, նստարանները ավելի կմոտենան միասին, ծաղիկներով կզարդարվեն, օրգան կա այստեղ օրգան կնվագեն, ամենավերջում աչի վրա մանուկների մկրտարան կտեսնեք սպիտակ լաթով ծածկված, մկրտությունների ժամանակ մկրտարանը հրելով կբերեն Աստվածամոր ծննդյան խորանի առաջ կկանգնեցնեն, այստեղ են մկրտում երեխաներին։ Այս տեսակ սրբապատկեր ուրիշ տեղ նման թեմայով միգուցե և չտեսնեք։ Դուք կտեսնեք Հիսուս Աստվածամոր գրքին, բայց Աստվածամայրը իր մոր գրքին դժվար թե որևէ տեղ տեսնենք, այս փոքրիկ երեխան հենց ինքը Աստվածամայրն է, որ կծնվի։ Իր մայրն է Սուրբ Աննան և Հովակիմը հայրը։ Սա խորհրդանշական է, որտեղ հիշենք, որ Մխիթարը հիմնեց վանք Աստվածամոր ծննդյան օրը։ Իդեպ նկարիչը իտալացի շատ հանրահայտ նկարիչ է Դոմենիկո Մաջոտտո, սա Մաջոտտոյի գործերից է ստեղ։ Մեր ետևում Ֆրանչեսկո Ձունյոնը նկարել ևս հայտնի իտալացի նկարիչ, որը Ջանբատիստա Տիեպոլոյի աշակերտն է եղել, սա Անտոն Անապատականի խորանն է, եթե ուշադրություն դարձնենք Անտոն Անապատականին նկարել է Մխիթար Սեբաստացու դեմքով։ Ամեն կիրակի ժամը 11-ին պատարագներ կան, իսկ ամսվա վերջին կիրակին պատարագն անում են Վենետիկի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում։ Գիտեք, Սուրբ Մարկոս Խաչարի մոտ է 2-3 րոպեում ոտքով կարող եք հասնել, բայց դուրը փակը գտնեք, վերջին կիրակին են բացում պատարագն անում։ Ուրեմն մեր մայրիկը հարց տվեց այստեղ ուրեմն երևի աշակերտների մասին էր ձեր հարցը, ուրեմն աշակերտները տարբեր երկրներից են, Սիրիայից են, Լիբանանից, Վրաստան, Հայաստան, որտեղ որ դպրոցներ ունեն մեր վարդապետները, այդ դպրոցներից կընտրեն իրենց աշակերտներին, ուրեմն պիտի ասեմ, որ այստեղ ֆիլտրացիոն է գնում, այսինքն տարվա մեջ դրան մոտ 10 հոգի, մերջը մնում է 1-2-ը,
կտեսնեն վարդապետները ով է իրենց հարմար։ Անգամ եթե միջև փոքր հասակից սովորում են իրենց դպրոցներում, վարդապետները տեսնում են, թե ով է իրենց հարմար, որտեղ այստեղ նաև աշակերտների երկու ծնողներն անպայման պիտի հայեր լինեն։ Սա որևէ օտար քահանա չի կարող Սուրբ Խազար քահանա դառնալ։ Օրենքներ կան շատ խիստ են այստեղ։ Իտալիայում մենք ունեցել ենք բավական արժեքներ, այսօր չունենք, երևի մեղքերն է, որովհետև շատ բարի են եղել, բոլորին տեղ են տվել, մեր արժեքները օտարականացվել է, այսօր ամեն անց փակված է, որ օտար որևէ խոսք չթափանցի այստեղ նաև Սուրբ Խազար վարդապետները մոտ երեկոյան 8-9 վարդապետ կհավաքվեն, իրենց թիվը շատ է, բայց քանի որ աշխարհի տարբեր երկրներում դպրոցներ ունեն, շատեր առաքելության դուրս կգնան, այստեղ կմնան շատ քիչ թվով հայրեր։ Ամենամեծը տարիքով 98 տարեկան է, որը մենք ուղարկեցինք Հայաստան, այնտեղի շոկ ավելի տանելի է, քան այստեղի խոնավությունն ու շոկը այստեղ Հայաստան Մխիթարյան վարժարան, դա այդտեղ կօգնի։ Գիտեք, որ ընդհանրապես վանականները շատ երկար են ապրում, երկարագիաց են, օրինակ այս 98 տարեկան մեր հայր ավելի շատ սև մազունի, քան սպիտակ։ Ուրեմն ես ձեզ պիտի ցույց տամ Կոմիտասի խազերը, մեկ վայրկյան ժամանային, որովհետև ձեր վապորետոն, ովքեր որ 4:45-ով պիտի գնան, ասեն, որ 5 րոպեից է նավը, ուզեք այս խազերը տեսնել, ովքեր որ պատրաստվում են գնալ, մեկ վայրկյան։ Սա ժամագիրք ժողովուրդ, սաղմոսներ, շարականներ, մեր հայրերը օրը մի քանի անգամ ժամերգություններ կանեն, գիշերային, առավոտյան, խաղաղական, հանգստյան եւ այլն։ Ձեզ կուզեի ցույց տալ այստեղ, իհարկե գրափար է, պաշտոնական լեզուն գրափարն է, օրինակի համար այս գծերը, որ կտեսնեք, այս գծերը մեր հայկական հոգևոր երաշտական նոտաներն են, տոնայնություններ են, կբարձրանան, կիչնեն, վարդապետները երգում են այս գծերով, խազերն են Կոմիտասի։ Միջև վերջի հասցրել վերցանել Կոմիտաս, բայց վարդապետներն ինչքան գիտում փորձեն բավարարվել։ Ժողովուրդ, նախքան որոշ մարդիկ, որ պատրաստվում են գնալ 4:45-ով, կհասնենք մեկ հատ հայրմեր ասենք, հետո ովքեր որ պիտի գնան, թող գնան։ Ես վարդապետ չեմ, բայց ձեզ հետ միասին մեկ հայրմեր ասենք միասին։ Հանուն Հոր եւ Որդու եւ Որդուի սրբամեն, հայրմեր, հորերքինս ես, Սուրբ Եղեցյանուն քո, եկեսյալ կայություն քո, եղեցին կամ քո, որպես հերքինս սևերքրի, ըսած մեր խանապազոր դուր մեզ այսօր, և թող մեզ տարտիս մեր, որպես է մեկ թողունք մերոց պարտապանած, և մի տարիս մեզի փորձություն, այլ թրկյաց մեզի չարել, մեզի քո արքայություն, և զորություն, և փառք հավիտյանս ամեն։ Ովքեր պիտի գնան բարի ճանապարհ ժողովուրդ, ձեզոր Աստված առողջ պահի ձեզ։ Ուրեմն վերջին նավը 5:25 է։ Վերջին նավը 5:25 է։ Ովքեր որ աչեք գնում։ Բարեկամներ, գտնվում ենք Բենեդիկտի Սուրբ Խազար կղզում այժմ եւ էքսկուրսավարը մեզ այստեղ ներկայացրեց այստեղ Սուրբ Խազար եկեղեցին, ինչպես գիտեք, Մխիթարյանների միաբանության այս վայրում հայերը ծավալել են մշակութային, ահռելի, ծավալի աշխատանքներ։ Մենք հետագայում նաև լուսանկարներ կներկայացնենք թանգարանից, հետևեք մեր էջին, այսքանով թույլ տվեք ավարտել նիդերլանդական օրագրի ռեպորտաժը Սուրբ Խազար կղզու եկեղեցուց։